Շնորհակալ եմ, պարոն նախարար, դուք ասացիք, որ ըստ էության հետադարձ ուժ չի ունենում այստեղ եւ նրանք, ովքեր զորակոչվել են միջև այս օրենքի ընդունումը, կշարունակեն 2 տարի այդ ծառայությունը։ Ես ուզում եի հարցնելից հնարավոր է իրանց մասով մի քիչ այդ արձակուրդները, որ տրվում է, այստեղ որևէ խրախուսական նորմ դնենք։ Սա առաջին հարցը եւ երկրորդ 18-ամյա ամսյա ծառայության դեպքում փաստացի քանի օր, եթե օրինակ կանոնադրական բաներով ծառայել է, ոչ մի խնդիր չունի, որքան օրա ինքը կարողանում նաև արձակուրդ գալ։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրիելյան, ես առիթ եմ ունեցել սրա մասին խոսելու, նաև վերջերս քաղաքացիների հարցադրումների շրջանակներում կառավարությունում հարց ու պատասխան եմ ունեցել, ուրեմն հետևյալն է, մենք համատեղ ընդունել ենք մի օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր թիկունքային զորամասերում ծառայող զինծառայողների համար եւ 30 օր սահմանային ծառայություն իրականացնող զինծառայողների համար։ Այսինքն ըստ էության մենք այդ փոփոխությունը, այդ բարելավումը արդեն իսկ իրականացրել ենք։ Եվ սա տարածվում է նաեւ երկրորդ հարցի վրա։ Արձագանք։ Շնորհակալ եմ շատ, պարոն նախարար, այսինքն տարի ու կեսվա ծառայության դեպքում դեռ 1 ամիս էլ, եթե սահմանային է ծառայում, ինքը ըստ էության այդ ժամկետում ունի արձակուրդ։ Այո, իհարկե 18-ամսյա ժամկետը ուժի մեջ մտնելուց հետո այստեղ փոփոխությունների կարիք կունենանք, որպեսզի հստակեցվի, նախորդ որոշումը ընդունված էր 2 տարվա ծառայության համար, այսինքն յուրաքանչյուր 6 ամիս ծառայության ընթացքում զինծառայողը կարող էր 7 եւ կամ 10 օր ունենալ արձակուրդ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։